Հարուս սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր հունվարի 9-ն է եւ սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում մեր ուշադրությունը կրկին սևեռված է լինելու, թե ինչ է տեղի ունենում Իրանում, Իրանի վրա եւ ոչ միայն Իրանի վրա, աշխարհում հետաքրքիր իրադարձություններ են, ամեն անգամ կարծում եմ իմաստ չունի այս մասին կրկնվել, պատմական շատ լուրջ իրադարձություններ են, աշխարհի բաժանում է ըստ ինձ տեղի ունենում, ճիշտ է կարող է այն տարբերվում է օրինակի համար առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմից, ամեն անգամ նորովի է պատմությունը իր ընթացքը գտնում, բայց կան օրինակի համար պահեր, որտեղ որ ամեն ինչ կրկնվում, նաև դա կա։ Հայաստանի մասով մեծ հաշվով կրկին ոչինչ չունենք անդրադառնալու, ոչ մի հարճակա քննարկելու, ուղղակի երկու խոսքով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունած հայտարարությանը, որին որ մասնակցել են նաև 10 եպիսկոպոսներ, արդեն սկսել են միանալ նաև քահանաներ եւ այլ եպիսկոպոսներ, եւ ես որքան այսօրվա ընթացքում հաշվեցի 7 քահանա, եթե սխալվում եմ դուք էլ ուղեք 7 քահանա միացել են հայ առաքելական եկեղեցու բարենորոգման այս ծրագրին եւ ես կարծում եմ, որ այդպիսի քահանաների թիվը գնալով ավելանալու է, դա միանշանակ է։ Հիմա իրար հետևից քահանաները շտապում են միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման այդ կարևոր ծրագրին։ Սակայն այստեղ կարևոր է մեկ բան, որի մասին որ նույնպես արդեն մոտ 2 ամիս է, եթե չեմ սխալվում, եթե ոչ ավել խոսում ենք, որ հնարավոր է Կատրիչ Ներսիսյանը իր եղբոր հետ պլան B ունի եւ ըստ այդ պլանի ինքը կարող է փախնել Ռուսաստանի Դաշնություն, մեկնել Ռուսաստանի Դաշնություն եւ փորձել բաժանել հայ առաքելական եկեղեցին կրկին մեկ անգամ, որպեսզի հիմա հայ առաքելական եկեղեցին ունենա ռուսաստանյաց կաթողիկոսություն։ Այ դա պետք է կանխել ամեն գնով յուրաքանչյուր միջոց ներդնելով Հայաստանի իշխանությունները, իրավապահները պետք է խանգարեն այդ սցենարին, որը որ ես համարում եմ, որ շատ հավանական է ցավոք սրտի։ Անցնենք միջազգային հարցերի քննարկմանը։ Ռուսաստանի արտգործնախարարության մամլոխոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Թրամփը համաձայնվել է եւ Թրամփի որոշումն է եղել ազատ արձակել Մարինեյրա այդ նավի անձնակազմից 2 ռուս քաղաքացիների եւ նրանց փորձում են շտաբ տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Գիտեք, նաեւ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ ձերբակալված, հնարավոր է նաեւ փոխանակման ինչ որ որոշում լինի, ես սա եւս չեմ կարող բացառել, բայց մենք ստանում ենք նաեւ նոր տեղեկություններ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին նավ են ձերբակալել ու այդ նավը եւ այդ նավի անձնակազմը եւս կապ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն այդ նավը եւս կապ է ունեցել ստվերային նավթ տեղափոխող նավերի հետ, որոնք որ պատժամիջոցների տակ են եւ ուղիղ կապ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Վենեսուելայի մասով եւս կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը, նա հայտարարել է, որ Վենեսուելան ազատ է արձակում բազմաթիվ քաղբանտարկյալների եւ համագործակցության մեջ են մտնում Վենեսուելայի այդ իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նաեւ նա ասում է, որ 100 միլիարդ դոլարների հիմա ներդրում է իրականացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները նավթային եւ գազային հատվածների մեջ Վենեսուելայի եւ արդեն Թրամփը անցկացնելու է այդպիսի հանդիպում նավթային խոշոր ընկերությունների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այստեղից մենք հասկանում ենք, որ Վենեսուելայի վրա ազդեցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կարծես թե արդեն պատմական փաստ է դառնում, չնայած նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը օրենք է ընդունել, որով որ արգելում են Դոնալդ Թրամփին ռազմական գործողություն իրականացնել, չնայած որ Թրամփը ասում է, որ մեր նավերը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերը եւ զինված ուժերը ոչ միտեղ չեն գնում եւ ինքը ուղղակի հույս է հայտնում, որ պլան 2 օպերացիա չի նախաձեռնվել Վենեսուելայի դեմ։ Եվ
իր ասածով այդ կատարվողը հիմա, որ Վենեսուելան ազատ է արձակում բազմաթիվ քաղբանտարկյալների, պատրաստ է համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ընտրություններ անցկացնելու հետ կապված Վենեսուելայի նավթի եւ գազի վերաբերյալ, դա նշանակում է այն, որ քիչ է հավանականությունը, որ կարիք առաջանա երկրորդ օպերացիան իրականացնել ընդդեմ Վենեսուելայի։ Նրանց բացի տեղեկություններ կան այն մասին, որ շուտով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչները կմեկնեն Վենեսուելա, այդ մասին հաղորդում է CNN-ը, եւ այնտեղ արդեն դիվանագիտական ծառայություն կբացվի Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսինքն դեսպանատուն։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Իրանից, բայց կարծում եմ ավելի լավ կլինի կարճ անդրադառնանք, թե ինչ է ասել Թրամփը Մեքսիկայի մասին։ Ու Թրամփը ուղիղ ասում է, որ շուտով Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն ռազմական գործողություններ Մեքսիկայում, նրա խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները փակել են 97% այդ նարկոտրաֆիկինգի, որը գալիս էր ջրերով։ Հիմա նրանք սկսում են նաև ցամաքի վրա իրականացնել գործողություններ։ Ու հստակ Թրամփը կրկին ասում է, որ այդ նարկոկարտելները ղեկավարում են Մեքսիկան ու տխուր է այդ ամենին հետևել, թե ինչ վիճակում է գտնվում Մեքսիկան։ Փաստացի Թրամփը ասում է, որ հաջորդը նաև Մեքսիկան է լինելու։ Եվ մեկ տեղեկություն կարևոր եւս, որը որ մենք ստանում ենք հիմա Ֆրանսիայի ազգային ժողովի փոխխոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան քվեարկության է դնելու իր երկրի ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, եւ սա տեղի է ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունների եւ նոր դիրքորոշումների պատճառով։ Եվ ըստ նրա ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, Ֆրանսիայի դուրս գալու հարցը ակտուալ է քան երբևէ։ Այսպիսի տեղեկություններ ենք ստանում Telegram-յան ալիքներից, չեմ կարող ստուգել որքանով դա համապատասխանում է իրականությանը, որքանով չէ, բայց կարծում եմ, որ հնարավոր է, ինչու՞ չէ, քանի որ Ֆրանսիան լուրջ ձևով վրդովված է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններից եւ ոչ միայն Մեքսիկայում, այլ նաեւ հայտարարություններից Գրենլանդիայի մասով եւ վերջին շրջանում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումից Ուկրաինայի մասով։ Հիմա այն մասին, թե ինչ է տեղի ունենում Իրանում։ Իրանի շահի որդին փաստացի դիմեց Դոնալդ Թրամփին, Ռեզա Փեխլավին դիմեց Դոնալդ Թրամփին խնդրանքով, որ Դոնալդ Թրամփը անցնի լուրջ գործողությունների եւ սկսի օգնության ձեռք մեկնել ցուցարարներին, նրա խոսքերով մոտակա ժամերի ընթացքում ցուցարարները կրկին դուրս են գալու Իրանի փողոցներ, որտեղ որ նրանք շատ լուրջ մեծ խնդիրների են բախվում եւ շատ կարեւոր է Դոնալդ Թրամփի աջակցությունը նրանց։ Չնայած որ մենք գիտենք, որ ըստ Դոնալդ Թրամփի շահի որդին ամենալավ տեխնացուն չէ դառնալու Իրանի ղեկավար։ Տեսնենք, թե ինչպես կարձագանքի Դոնալդ Թրամփը շահի որդու խնդրանքներին, ով մեծարելով Դոնալդ Թրամփին, կոնկրետ նամակ է ուղղել, խնդրանքի կոչ է ուղղել Դոնալդ Թրամփին։ Իրանից բազմաթիվ տխուր տեղեկություններ կան, իմիջայլոց տեսնում եմ, որ Հայաստանի իշխանամերձ Telegram-յան ալիքները նաև Իրանի իշխանությունների դիրքորոշումները շատ են սկսել հրապարակել, ես չեմ բացառում, որ դա նաև կապված է երեք Իրանի արտգործ նախարարի տեղակալի այցի հետ Հայաստան, որտեղ որ նա հանդիպում ունեցավ նաև Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ։ Ես կրկին պետք է հիշեցնեմ, թե որն է, թե ինչն է բխում մեր ազգային ու պետական շահերից, ըստ ինձ միանշանակ է այն, որ Իրանը չպետք է վերածվի Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի միանշանակ։ Դա ամենավատ սցենարը կլինի Հայաստանի համար։ Բայց նույն ժամանակ Իրանում հիմա տեղի ունեցածը շատ լուրջ հնարավորություն է, որպեսզի Իրանը դառնա ժողովրդավարական երկիր։ Հիշում եմ վերջերս Վիլայեթի հայտարարությունները, ով որ փաստացի սպառնում էր Հայաստանին եւ թրիփ ծրագրին։ Եվ մեկ անգամ չէ որ նա արել է նման հայտարարություններ, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները աշխատանք տանեն նրա հետ եւ ուղիղ Իրանի իշխանությունների հետ, ինչքան էլ փորձեն ավելի հավասարակշռված հայտարարությամբ հանդես գալ Իրանի արտգործ նախարարությունից կամ նախագահականից, միևնույն է, մենք տեսնում ենք, որ
Իրանի հոգևոր առաջնորդը դեմ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի մերձեցմանը եւ Թրամփի երթուղու կառուցման։ Դեմ է նաև Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, Ռուսաստանը Իրանին է փորձում առաջ մղել այդ հարցում եւ դա մեծ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Եթե հիմա դա չի երևում եւ Հայաստանի իշխանություններին հաջողվում է դեռ այդ ամենը պահել, ապա այս ցույցերից հետո եթե Իրանի իշխանություններին հաջողվի արնան մեջ խեղդել այդ ցույցերը, ինչի հիմա փաստացի տեղի է ունենում Իրանում, դա միանշանակ շատ վատ ազդեցություն կունենա TRIP ծրագրի վրա։ Դրա համար կրկնեմ, մեր դիրքորոշումը յուրաքանչյուր հայ մարդու պետք է շատ պարզ լինի։ Առաջին, մենք չենք ցանկանում, որ Իրանը դառնա Սիրիա, Իրաք կամ Լիբիա, բայց նույն ժամանակ մեր ազգային ու պետական շահերից է բխում միանշանակ, որ Իրանում ժողովրդավարական բարեփոխումներ տեղի ունենան եւ Իրանը չսպառնա իր հարևաններին, չփորձի իր կամքը պարտադրել իր հարևաններին։ Եվ շարունակելով Իրանի թեման, ըստ ԶԼՄ-ների Իրանի հյուսիսային Խորասան նահանգում Էսֆերային քաղաքում ցուցարարները փաստացի սպանել են դատախազին եւ անվտանգության մի շարք աշխատակիցների, այրելով փաստացի նրանց, այս մասին խոսում են Իրանի իշխանությունները, որքանով ճիշտ է, որքանով սխալ, թե իրականում ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, դժվար է ասել։ Եվ Իրանի իշխանությունները շարունակում են դատապարտել ցուցարարներին, ասելով, որ նրանք հարձակվել են 26 բանկի, 25 մզկիթի եւ մի շարք հիվանդանոցների վրա, ինչպես նաեւ իրավապահ մարմինների տարբեր օբյեկտների վրա։ Դրանից բացի այդ ցույցերի ընթացքում ցուցարարները այրել են 48 տրանսպորտային միջոց։ Իրանի հոգևոր առաջնորդ Խոմեյնին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, նա մեղադրել է ցուցարարներին Վաշինգտոնի հետ հույսեր կապելու մեջ, ի վնաս Իրանի շահերի, ասում է ի վնաս Իրանի շահերի է գործում, իբր իրենց ռեժիմը իրանական շահերով է առաջ գնում, մարդիկ աղքատության մեջ ահավոր պայմաններում են ապրում, իրենց թվում է, թե դա բխում է իրենց ազգային ու պետական շահերից։ Նա նաև խոսել է այն մասին, որ Թրամփին շատ վատ ապագա է սպասվում, քանի որ ինքը շատ մեծամիտ է, շատ ինքնահավան, եսասեր, այդ ամենի հետ կարելի է բնականաբար համաձայնվել, բայց չեմ կարծում, որ այդ հայտարարություններով ինքը օգուտ է տալու ինքն իրեն կամ ավելի թեթևացնելու է իր վիճակը։ Հետաքրքիր են, չէ՞ մարդիկ։ Մոդուրոն էլ շատ մեծ հայտարարություններ էր անում եւ կարծես վերջում թեթևացրեց իր վիճակը դրանով։ Իրանից կան նաև հետաքրքիր ուրիշ տեղեկություններ, օրինակի համար կան սուննի հոգևորականներ, որոնք որ անցնում են ժողովրդի կողքը, բայց դա չի խանգարում Իրանի իշխանություններին շատ դաժան գտնվել։ Իրանի դատախազությունը հայտարարում է, որ բոլոր անկարգություն իրականացնողներին սպասվում է Իրանում մահապատիժ, ինչպես արդեն առավոտյան նշեցի, նախնական տվյալներով 40-ից ավել զոհ կա արդեն Իրանում այս ցույցերի հետևանքով եւ ցույցերը օրեցօր ավելի մեծ թափ են ստանում։ Դրա համար շահի որդին էլ հիմա կոչ արեց հստակ Դոնալդ Թրամփին օգնելու ցուցարարներին, նաեւ ակնարկեց, որ հնարավոր է այդ ցույցերը շատ վատ ավարտ ունենան, եթե Դոնալդ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգները չմիջամտեն, այսինքն այդ ցույցերը կարող է խեղդվեն այրան մեջ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ այսօր էլ հետաքրքիր իրադարձություններ երեկոյան կծավալվեն Իրանում, որի մասին մենք կխոսենք արդեն վաղվա մեր հաղորդման մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։